Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ներկաներ, տիկնակ եւ պարոնայք։ Չափազանց ուրախ եմ հյուրընկալել ձեզ եւ ձեր պատվիրակությանը Հայաստանում։ Վերջին շրջանում Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերություններն աչքի են ընկել մեծ ակտիվությամբ եւ ընդլայնվող բովանդակությամբ։ Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության եւ երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի եւ ընդհանուր ապագայի տեսլականի վրա։ Շարունակվում են պարբերական այցելությունները բարձրագույն եւ բարձր մակարդակով, զարգանում եւ խորանում է համագործակցությունը պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում։ Նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել եւ պարտավորեցնում են մեզ բազմապատկել ջանքերը փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Կարևորում եմ Հայաստանի եւ Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները, որպես հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործոն։ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում։ Այսօր գործընկերոջս հետ անդրադարձել ենք Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ներառյալ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, սպորտի եւ երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերը։ Հարգելի ներկաներ, անշուշտ այսօր քննարկում ենք ունեցել նաեւ տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման հարցերի շուրջ։ Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգ առաջ մղելու գործում եւ շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնականը համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանը բարձր է գնահատում հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը։ Ողջունում ենք համագործակցության երկկողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները եւ արժեվորում Վրաստանի դերը համագործակցության եզրեր գտնելու ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում։ Մտքեր ենք փոխանակել նաեւ միջազգային կարեւորության մի շարք հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների եւ տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ։ Ավարտելով խոսքս, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել եւ ամրապնդել գործընկերային հարաբերությունները, իշահ մեր բարեկամ ժողովուրդների եւ ողջ տարածաշրջանի։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն նախագահ, պատվիրակության թանկագին անդամներ, հարգելի լրագրողներ, ուրախ եմ Վրաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունն այցելելու համար, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեր յուրահատուկ հյուրընկալության համար։ Իմ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ես գոհունակությամբ նշեցի, որ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք շարունակում ենք խորացնել մեր երկրների միջև սերտ, քաղաքական, տնտեսական եւ ժողովուրդների միջև կապերը։ Վրաստանն ու Հայաստանը օրինակ Սոմխեթի Սաքարթველოს ერთ-ერთი უმნიშვნელოვანესი სავაჭრო პარტნიორია, ჩვენს ქვეყანას სომხეთიდან ყოველ წელს უამრავი ვიზიტორი სტუმრობს და მაჩვენებლით ყოველთვის პირველ სამეულშია. Ჩემს კოლეგას კიდევ ერთხელ დაუდასტურე საქართველოს უპირობო მხარდაჭერა სომხეთის რესპუბლიკის სუვერენიტეტისა და ტერიტორიული მთლიანობის მიმართ,
საქართველოს საუკეთესო ინტერესებშია სომხეთის სტაბილურობა, წარმატება და წინსვლა. აქვე მსურს პირადად ჩემი და ქართველი ხალხის სახელით მადლობა გადაგიხადოთ საქართველოს სუვერენიტეტის, ტერიტორიული მთლიანობისა და არაღიარების პოლიტიკის მტკიცე და ურყევი მხარდაჭერისთვის. ჩვენი გაცხადებული პოლიტიკა მშვიდობისა და სტაბილურობის ხელშეწყობაა. ვადასტურებთ საქართველოს მთავრობის ერთგულებას კონფლიქტის მშვიდობიანი მოგვარების პოლიტიკის მიმართ, რომელიც ეყრდნობა რუსეთის მიერ საქართველოს ორი რეგიონის დეოკუპაციის და საოკუპაციო ხაზით გაყოფილ მოსახლეობას შორის შერიგებისა და ჩართულობის ამოცანებს. სწრაფად ცვალებად გეოპოლიტიკურ გარემოში რეგიონში სტაბილურობისა და მშვიდობის დამყარება სულ უფრო დიდ მნიშვნელობას იძენს. საქართველოს ცალსახად მიესალმება 2025 წლის 13 მარტს სომხეთისა და აზერბაიჯანის განცხადებას სამშვიდობო შეთანხმების პირობებზე მოლაპარაკებების დასრულების შესახებ. გვჯერა, რომ ეს არის მნიშვნელოვანი პროცესის დასაწყისი, რომელიც საჭიროებს შემდგომ ერთობლივ ძალისხმევას, რათა ერთად შევქმნათ მშვიდობიანი, უსაფრთხო, სტაბილური და განვითარებული სამხრეთ კავკასიის რეგიონი. იმედს გამოვთქვამთ, რომ უახლოეს პერიოდში სომხეთი და აზერბაიჯანი ხელს მოაწერენ სამშვიდობო შეთანხმებას, რითაც თვისობრივად ახალ საფეხურზე გადავა სამხრეთ კავკასიის პოზიტიური განვითარების დინამიკა და რეგიონის მიმზიდველობა. შეხვედრაზე ასევე ვისაუბრეთ 2025 წლის 17 აპრილს თბილისში გამართული სამხრივი შეხვედრის შესახებ, რომელიც წარმოადგენს სამხრეთ კავკასიის რეგიონის ქვეყნების სამხრივი ურთიერთსასარგებლო თანამშრომლობის პროცესის დასაწყისს. საქართველოს განუხრელად ემხრობა სამხრეთ კავკასიაში მშვიდობისა და სტაბილურობის დამყარების პროცესს. ჩვენ მზად ვართ გავაღრმავოთ რეგიონალური თანამშრომლობა უკვლევლივ ყველა მიმართულებით და ჩვენი წვლილი შევიტანოთ სამართლიანი და მშვიდობიანი მრავალპოლუსიანი საერთაშორისო წესრიგის ფორმირებაში. მოხარული ვარ, რომ მიმდინარე წლის 5-7 ივნისს ერევანში ქართული კულტურის დღეები გაიმართება. მოუთმენლად ველით მომავალ წელს თბილისში სომხური კულტურის დღეების გამართვას, რომელიც კიდევ ერთხელ წარმოაჩენს სომხური კულტურის მდიდარ მემკვიდრეობას, ტრადიციებსა და თანამედროვე მიღწევებს. ჩვენი ქვეყნების უნიკალური ტრადიციებისა და ისტორიის პატივისცემა და გაფრთხილება არის ის ძირითადი ფასეულობა, რომელიც აერთიანებს ჩვენს ხალხებს. სახელმწიფო სუვერენიტეტის, ეროვნული იდენტობისა და კულტურული თვითყოფადობის დაცვა ჩვენი ქვეყნების მთავარი პრიორიტეტია. სამაგალითო მრავალსაუკუნოვანი მეგობრობა და სტრატეგიული პარტნიორობა გვაძლევს მყარ საფუძველს, რომელიც გამორჩეული ურთიერთობა კიდევ უფრო მეტად განვავითაროთ. ბატონო პრეზიდენტო, ჩემო ძვირფასო კოლეგავ, ნება მომეცით კიდევ ერთხელ გადაგიხადოთ გულწრფელი მადლობა განსაკუთრებულად გულთბილი მასპინძლობისთვის. ვსარგებლობ რა ამ გამორჩეული შესაძლებლობით მსურს თქვენთვის ხელსაყრელ დროს ოფიციალური ვიზიტით მოგიწვიოთ საქართველოში. დიდი მადლობა.